Այո, ձեզ սիրելի քաղաքացիներ, այսօր առավոտից ականատես ենք լինում շատ ծիծաղելի մի բանի, երբ որ տարատեսակ ինչ-որ, չգիտեմ ինչ էր, deepfake-երով պատրաստվում են սիրված արտիստների, սիրված երգիչների, մասնակցությամբ ինչ-որ տեսահոլովակներ, թե իբր Թաթա Սիմոնյանը սիրված երգիչ, Արկադի Դումիկյանը սիրված երգիչ կամ տարատեսակ սիրված մարդիկ կոչ են անում իբր չքվեարկել 16-ի օգտին։ Ակնհայտ է, որ որոշ ողորմելիներ մնացել են deepfake-ի եւ լռության օրվա խախտման հույսին, իմացած եղեք, որ այդ ամբողջը fake է, ու կոչ եմ անում ԿՀ-ին ու մյուս պատկան մարմիններին արձագանքել այս խախտումներին։ Սիրում եմ բոլորիդ։ Միանում եմ երիտասարդների չելենջին եւ 2026-ին մերժում ենք 16-ին։ Այսօր առավոտից կեղծ տեսանյութեր են պատրաստում եւ տարածում այն մասին, իբր շատ հայտնի մարդիկ, դերասաններ, երգիչներ մերժում են քաղաքացիական պայմանագրին։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այդ տեսանյութերը fake են, deepfake-եր են եւ միտված են հակաքարոզչություն անելու համար քաղաքացիական պայմանագրին։ Մի տրվեք կեղծ մանիպուլյացիաներին։ Հերթական լկտի ամբարո վարքագիծն է ուղված հայտնի աստղերին։ Հերթական ապատեղեկատվական ալիքն է ընթանում այս պահին մեդիա դաշտում։ Այսօր առավոտից գիտեք, որ Սիսիանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները, իրանցիները, պարսիկները ցույց էին անում, գնացել էին ոստիկանություն, այնտեղ դիմում էին գրում, որտեղ ինչ որ միտեղ աշխատել են, գործատուն աշխատավարձը ինչ որ sense խնդիր է, կամ իրանց սրտով չի տվել կամ չի տվել, ինչ որ խնդիր կա, մի խոսքով գնացել էին դիմում տալու պարսիկները, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները։ Այս կոնկրետ մի քանի քաղաքական ուժի թեզեր սպասարկող ինչ որ լրատվականներ ու բլոգեր կոչվածներ թեզ են տարածում, թե իբր ոչ թե իրանցիներ են, այլ ադրբեջանցիներ են, ու սա նկարագրում է այս մարդկանց հոգեվիճակը, նկարագրում է թե ինչերի են նրանք պատրաստ, ու այս տրամաբանությամբ ես առավել քան վստահ եմ, որ վաղը առավոտ մինչև ընտրությունները այս մարդիկ, այս քաղաքական ուժերի անդամներ ու սրանց սպասարկող լրատվականների ղեկավարները իրենց տնեցիների նկարներն են գցելու համացանց ու ասելու են, որ իրենց տանը հայտնվել են ադրբեջանցիներ։ Վստահ եղեք, հենց այդպես է լինելու է, որովհետև սրանք փրփուրներից են կախվում։ Ուրեմն հենց նոր աչքովս ընկա, որ երրագլխիկների պրոպագանդիստը, տասովշիկը, հերթական սուտն ու կեղծիքն է տարածում ու փորձում է ահաբեկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հələ մի հատ նայեք սա ինչ տեսանյութ է տարածել ու ինչեր է խոսում ընդհանրապես։ ադրբեջանցիները Սիսիանում բողոքի ցույց էին կազմակերպել, պահանջելով իրենց հասանելիք գումարները։ Ահա տեսանյութը։ Ուրեմն տեսանյութում ներկայացված այս մարդիկ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր Հայաստանի Հանրապետությունում մասնակցում են շինարարական աշխատանքներին։ Եվ հիմա ինչ որ խնդիրներ են ունեցել իրենց գործատուի հետ եւ դիմել են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն այս խնդիրները բարձրաբանելու համար։ Ու սա այս ամեն ինչի մասին շատ լավ գիտի, չմտածեք թե ինքը չգիտի։ Ինքը շատ լավ գիտի թե ինչի մասին է այս տեսանյութը եւ ովքեր են այս մարդիկ։ Բայց տարածում է այս տեսանյութը, որ ահաբեկի Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այս ոնց եք խառնվել իրար, որ նման մեթոդներով եք փորձում վերջի օրով միավորներ հավաքել։ Ես հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը նաև, որովհետև կարծում եմ նման ահաբեկող տեղեկատվություններ տարածող մարդիկ պետք է իրավական գնահատականների արժանանան եւ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում լինեն։ Իսկ ձեզ բան չմնաց ձեզ։ Ինչքան ուզում եք խառնվեք իրար, ինչ ուզում եք արեք։ Վաղը ձեր պատասխանը տրվելու է։ Բարի երեկո սիրելի քաղաքացիներ, մամուլով մի ցուցակ հրապարակվեց, հիմա նայենք այդ ցուցակը։ Սրա մեջ ներկայացված են մեր քաղաքացիների տվյալներ, որոնք աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, կարծես թե Իրկուտսկի նահանգում, որոնց վրա ճնշում է գործադրվել կամ կաշառք է առաջարկվել կամ որևէ ձևով ներազդվել է, որպեսզի դրանք մասնակցեն Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին եւ քվեարկեն որևէ կոնկրետ ուժի։ Ես որպես թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ թե նաեւ տեխնացու պահանջում եմ, որպեսզի իրավապահները պարզեն գործի եղելությունը, ձերբակալեն բոլոր այս անձանց, որպեսզի պարզվի այս հանցավոր ամբողջ շղթան։ Քիչ առաջ լրատվականներից մեկը հրապարակել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան ընտրության բերվող քաղաքացիների ու բիզնեսների, որոնցում կան աշխատողներ այս կոնտեքստով, ցուցակները։ Ուրեմն դուք հիմա այս ցուցակներն ա որ տեսնում եք ձեր էկրանների ներքևի հատվածում, ես վստահ եմ, որ այսպիսի ցուցակներ շատ կան, ու ես իրավապահ մարմիններից, հակակոռուպցիոն կոմիտեից, ազգային անվտանգության ծառայությունից եւ մյուս իրավապահներից պահանջում եմ րոպե առաջ բերման ենթարկել այս ցուցակում նշված մարդկանց բոլորին, թող ցուցմունք տան, թող հստակեցնեն, թե ինչով են եկել, ինչի համար են եկել, ինչի դիմաց են եկել, ու հետո արդեն հասկանանք, թե ինչ քրեական գործեր են հարուցվելու այս մարդկանց նկատմամբ կամ հարուցվելու են թե չեն հարուցվելու, ու ինչ քրեական գործեր են հարուցվելու այն մարդկանց նկատմամբ ում պատվերով, որ այս ամեն ինչը տեղի է ունեցել։
Րոպե առաջ իրավապահ համակարգը պետք է արձագանքի սրան։ Ու նմանատիպ ինչքան տեղեկություն կա, ինչքան ծանոթ ունեք, որ բերվել է այս համակարգով, խնդրում եմ դրա մասին եւս գրեք ինձ։ Լրատվամիջոցներից մեկը քիչ առաջ հրապարակեց Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստան հարկադրաբար կամ ընտրակաշառքով տեղափոխվող Հայաստանի քաղաքացիների մի ցանկ։ Այդ մարդկանց հարկադրելով կամ ընտրակաշառքով բերում են Հայաստան, որպեսզի քվեարկեն իրենց սրտի թեկնածուի օգտին։ Ի դժբախտություն այս ամեն ինչի կազմակերպիչների հայտնեմ, որ ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու, ու օրենքի առաջ բոլորը խստագույնս պատասխան են տալու։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին ճակատագրական ընտրություն եք կատարելու։ Բառից բուն իմաստով ճակատագրական ընտրություն հայ ու Հայաստանի համար։ Իսկ ընտրությունը բարձ չի, հավատացեք, ընտրությունը շատ պարզ է։ Ընտրությունը անցյալի եւ ապագայի միջև է։ Ընտրությունը խաղաղության ու պատերազմի միջև է։ Ընտրությունը 20-րդ դարի եւ 21-րդ դարի միջև է։ Ընտրում եք անցյալը, ընտրում եք 20-րդ դարը, մնում 20-րդ դարի փլատակների տակ։ Եվ հայ մարդը նորից դառնում է խոպանչի։ Կներեք հազար անգամ ատանները թափած թոշակառու։ Այն խոպանչուն, որ խալաթ էին ակցնում։ Ընտրում եք 21-րդ դարը։ Ի կատարեկացում սպարապետ Վազգեն Սարգսյանի մեծ падգամը մեզ թողած 21-րդ դարը դարձնում եք հայ ու Հայաստանի դար։ Եվ վայելում 21-րդ դարի բոլոր բարիքները։ Ընտրում եք անցյալը, մնում 20-րդ դարի փլատակների տակ։ Սա է ընտրությունը, սիրելի ժողովուրդ։ Հուսով եմ ճիշտ ընտրություն կկատարեք։ Ճիշտ ընտրություն կկատարեք, որտեղ սխալ ընտրության դեպքում էլ մեզ ոչինչ չի փրկի, հավատացեք։ Կկորցնենք ամեն ինչ, բառից բուն իմաստով ամեն ինչ։ Սիրելի ժողովուրդ, կոչ եմ անում բոլորիդ գնալ ընտրության, ընտրել ապագան, ընտրել խաղաղությունը, ընտրել 21-րդ դարը, ի կատարածել սպարապետի падգամը մեզ թողնված, 21-րդ դարը դարձնել հայի ու Հայաստանի դար։ Աստված մեզ պահապան։ Բարև ձեզ, ո՞նց եք, լավ եք, ես էլ եմ լավ, հայազգ, եկել եմ խաղաղության կոչով, մի բան ունեմ ձեզ ասելու, մի քրվեք իրար, լուրջ, մի քրվեք իրար, երկուսն էլ հայ եք, ժողովուրդ, երկու խմբերի եք բաժանվել, նու, դե ֆակտո 2, դե յուրե 19, բայց ինչի համար եք քրվում այն մարդուն, ով ասում է, որ ես ընտրում եմ այս ուժին, իր քաղաքացիական իրավունքն է, չէ, գնա ընտրի այս ուժին, նորմալ կլիներ, որ դու ասեիր, գիտես ինչ, adekvat, առողջ բանավիճ էր, այդ ասեիր, ինչի համար ես ընտրում այս ուժին, ասես խոսայր հետը, բայց ոչ թե մի անգամից գրեր թուրք, զոմբի, շեխ, ինչի համար։ Այդ լավագույն բաներն եմ ասում։ Մեկնաբանությունները, որ մտնում կարդում եմ, թազա քֆուրներ եմ սովորում։ Հայ-հային քրվում եմ, նրա համար, որ այս ուժին անդրում, այնի այս ուժին անդրում։ Մեկը ամսի 8-ին բոլոր անցնել են իրանց գործերին։ Դու ամաչելու ես նայես քո հարևանի աշկերի մեջ, քո հարազատի աշկերի մեջ, քո բարեկամի աշկերի մեջ։ Իջնելու ես բիսեդկա, ասեն տեսար, ինչի համար։ Քեզ պետք է, քո իրավունքն է, այդ անտեր խցիկը ինչի համար են թաքուն սարքում, փակ սարքում, որ դու միջև կոնտրոլությունը չբարձրաձայնես ում ես ընտրելու։ Ախպեր ամսի 7-ին քնիցդ հել, գնա թաքունը, ընտրի այն ուժին, ում ուզում ես։ Բայց մի բարձրաձայնի, քեզ պետք է, պետք չի, չէ։ Հա մեկ էլ չբողոքես, եթե չտես ընտրության։ Իրոք չբողոքես, որովհետև եթե չգնաս ընտրության, իրավունք չունես ընդհանրապես բողոքելու։ Դաշը դսից գալիս են այն երկրում, որ դու ես ապրում, դսի հայերը։ Որոշեն, դու ուզում ես ասես քեզանից բան չի կախված, չէ, հենց քեզանից է կախված, քնիցդ կհելնես, կետաս ընտրության, կընտրես այն ուժին, ում դու ուզում ես։ Ես քնիցս հելնելու եմ, գնամ ընտրության, չեմ բարձրաձայնում ում եմ ընտրելու։ Դա իմ քաղաքացիական իրավունքն է։ Հենց որ բոլորդ գնացեք ընտրության։